Հարգանքներով ժողովուրդ ջան, գիտեք, ուզում եմ հիշեցնեմ մեր իշխանությանը, բոլոր կառավարության եւ ազգային ժողովի քաղաքական գործիչներին, իրենք են քաղաքական գործիչը, հիշեցնեմ մեր ժամանության առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը սոցիալական, ինքնիշխան, իրավական, էլի կար մեկը, սոցիալական, իշխանություն, սոցիալական, իրավական, անկախ, в общем, այդ առաջի հոդվածի հիման վրա կառուցվում են մյուս հոդվածները։ Պարոն Փաշինյան ջան, գիտեք ինչի ձեզ համար այդքան հեշտ եղավ հեղաշրջումը կատարել։ Ուսանողներին, որոնց դասախոսները եւ ռեկտորը հանում էր ցույցի, իրենք տուն չէին գնում, այ գալիս էին ցույցի։ Գիտեք ինչի համար, որտեղ ազգային ժողովում լկտիավար էին պահում падգամավորները հանրապետականների, եկել էին իսկապես թալանելու։ Մեկը այնտեղ գերեզմաններն էր ուզում քանդել, ասում է ինչքան պետք է գերեզման սարքենք, չգիտեմ, կամ վճարեք, մյուսը գալիս էր ասում է ծխելու համար վճարեք, այդ շտապօգնության համար վճարեք, չգիտեմ, գալիս էին թալանելու բոլորը ինչ խոսում էին, զգում էր մարդուն թալանում են։ Վերջում էր Սերժ Սարգսյանը, գիտեք ինչ ասեց, մոռացել էր առաջին հոդվածի մասին սահմանությամբ, ասեց, որ սոցիալական անապահով մարդիկ բեռ են երկրի վրա։ Հասկանում եք, իսկ այդ մարդիկ էլ որոշեցին, որ ինքն է բեռ երկրի վրա։ Եվ շատ հեշտ ձեզ միացան, իրան ռադարեցին այդ բեռին։ Հիմա երբ դուք եք ասում, որ ինչի պետք է կառավարությունը հոգա, ես հասկացա, դուք շատ ներվայնացաք, դա չի կասի, թույլ չեք տա ասեք, դուք այդպես մտածում եք, բայց այդպես թույլ չեք տա, պարզապես դուք արդեն զայրացած էիք, դրա համար ասեցիք այդ ինչ մտքում կա։ Ոնց մայ խմացի, ոնց որ ասում են, у этого, у пьяного на языке то, что у трезвого в уме։ Մի քիչ իմ ձև ասեցի, դա ասացվածքը հիմա ձեր մոտ էր այդ ջղայնացաք եւ ասեցիք, որ ինչի պետք է կառավարությունը մտածի անապահով խավի մասին։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչի պետք է մտածի, որտեվ կառավարությունը դրա համար է ստեղծված, որ ապահովի անապահովներին, այդ դրա համար է ստեղծված, որ հավաքի վարկեր ոչ թե իր գրպանի համար, այլ իր անապահով խավի համար, թոշակառուների համար, ես թոշակառու չեմ, հաշվանդամների համար, ես հաշվանդամ չեմ, դրա համար է ստեղծված այդ կառույցը, եթե ես պետք է իմ ուսման համար վճարեմ, իմ բուժման համար վճարեմ, ես պետք է կուտակայինով կուտակեմ գումար իմ թոշակի համար, ամեն ինչը ես պետք է անեմ, ինձ ինչ պետք է, կներեք, ամբողջ կառավարությունը, վարչապետ եւ նախարարությունները ինչի են պահում, թող լինեն մի քանի մարդ զբաղվեն արտաքին քաղաքականությամբ երկրի եւ վերջ։ Ինչի ենք պահում ժողովրդի վզին, ինչի եք դուք նստած, եթե դուք չպետք է հոգաք։ Ես երբ նայում եմ հնդիկներին, ինչքան վատ են իրանք, ինչքան վատ են զգում, ով ինչ ուզի իրանց անում ասում է, ուզում են տփում են, ես պատկերացնում, որ մեր երեխաներ էին 90-ականներին այդպես Ռուսաստանում զգում, իրանց ծեծում էին անգամ եւ սպանում էին, հիշում եք Ռոբերտի ժամանակ կավկասցիներին, բրիտագալովները, դուք նենց եք ան, որ այդպես լինի, դուք չեք ապահովում, մարդիկ գնում են աշխատանք գտնեն, դուք իր հնդիկներիդ եք բերում, այդ ծրագիրը հնդիկներին տարբեր երկրներ տանել, եւ Ռուսաստանն է լիքը, եւ Վրաստանն է լիքը, ազատում եք հայերից Հայաստանը, հա, որ թուրքերը կան, ես չեմ ապրելու, ես թուրքերի չեմ ապրելու, ես աղքատ հայերի հետ կապրեմ, բայց հարուստ եւ թուրքերի չեմ ապրի, եթե հիմա ինձ չմորթեցին, եթե մի քանի տարի հետո դեռ տեղավորված չլեն, իմ երեխային չմորթեցին, իմ թոռներին մորթելու են, ես չեմ ապրելու այդ երկրում։ Հիշեք առաջի հոդվածը, եւ դուք գնում եք աշխատանքի,
Դրա համար, որ այդ առաջի հոդվածը սամահությամբ կատարեք։ Ոչ թե տեսնեք էլ ինչպես կարաք թալանեք։ Ի դեպ, ուզում եք ինքան ձևեր ցույց տամ, ձեզ համար շատ հեշտ կլինի։ Ղեկը ունեք երկրի։ Գիտեք քանի ձևեր կա, ոչ եք օգտագործում։ Հաջողություն ձեզ։